Վերջին մեկ շաբաթվա ընթացքում տեղի ունեցան մի շարք կարևոր հանդիպումներ, Գավաթի կիսաեզրափակիչ պատասխան խաղերը, 24-րդ մրցափուլը, ինչպես նաև 16-րդ մրցափուլից հետաձգված երկու հանդիպումներ։ Այս անգամ մեր վերլուծությունները կկատարենք ըստ թեմաների, նախ կսկսենք խաղից դուրս իրավիճակներից։ Շիրակը Արարատ խաղի 3-րդ րոպեին Շիրակը գոլ խփեց, սակայն գոլը չարձանագրվեց, քանի որ կատարվել էր խաղից դուրսի խախտում։ Շիրակ թիմի խաղացողը խաղում է գնդակ, գնդակը դիպչում է Արարատի խաղացողին եւ գնում է դեպի արդեն Շիրակ թիմի խաղացողի խաղալու պահին խաղից դուրս դիրքում գտնվող խաղացողի մոտ, ով գրավում է մրցակցի դարպասը։ Այն պահին, երբ որ հարձակվող խաղացողը խաղում է գնդակ, նրա թիմակիցը գտնվում է խաղից դուրս դիրքում, Պաշտպանի գնդակին դիպչելը դա չի դիտվում որպես միտումնավոր գնդակ խաղալ, դա դիտվում է որպես շեղում, այդ պատճառով տվյալ իրավիճակները գնահատվում է որպես խաղից դուրս եւ դարպասի գրավումը ճիշտ է չեղարկվել։ Նույն խաղի ընթացքում արդեն Արարատը գրավեց Շիրակի դարպասը, մրցավարները արձանագրեցին դարպասի գրավումը, սակայն վար մրցավարները տեղյակ պահեցին նրանց, որ կա հնարավոր խաղից դուրսի խախտում եւ հրավիրեցին մրցավարին խաղադաշտի տեսադիտում կատարելու։ Ինչպես տեսնում եք, Արարատ թիմի խաղացողը գտնվում է դարպասային հրապարակում, շատ մոտ է գտնվում դարպասապահին, ինչպես նաև հարվածի պահին գտնվել է խաղից դուրս դիրքում։ Գնդակը շատ մոտ է անցնում հարձակվողին եւ նույնիսկ հարձակվողը կատարում է որոշակի շարժում, որով ապակողնորոշում է դարպասապահին։ Քանի որ նրա գործողությունը, ինչպես նաև հեռավորությունը դարպասապահից շատ մոտ է, վառի մրցավարները հրավիրում են խաղի մրցավարին խաղադաշտի տեսադիտում կատարելու։ Մրցավարի օգնականներին շատ բարդ է տվյալ իրավիճակներում գնահատել հարձակվողի եւ դարպասապահի հեռավորությունը, ինչքանով է նախհանգարում դարպասապահին իր դիրքով, արդյոք փակում է նրա տեսադաշտը թե ոչ, այդ պատճառով շատ դժվար է նմանատիպ իրավիճակները գնահատել։ Սովորաբար խաղից դուրսերի դեպքում մրցավարը չի գնում խաղադաշտի տեսադիտում կատարելու, որովհետեւ եթե դրանք փաստացի որոշումներ են, դրա կարիքը չկա։ Բայց քանի որ այստեղ պետք է մրցավարը մեկնաբանի արդյոք խաղից դուրս դիրքում գտնվող խաղացողը խանգարել է խաղին թե ոչ, այդ պատճառով նա պետք է կատարի խաղադաշտի տեսադիտում, որպեսզի ինքը կայացնի վերջնական որոշումը, արդյոք նրա կողմից եղել է խախտում թե ոչ։ Նմանատիպ մի իրավիճակ ստեղծվեց նաև Բկմա Ալաշկերտ խաղի ընթացքում։ Ի տարբերություն նախորդ իրավիճակի, խաղից դուրս գտնվող խաղացող կա Ալաշկերտ թիմից, սակայն նրա հեռավորությունը դարպասից ավելի մեծ է, նա գտնվում է մոտավոր 13 մետրանոց նշակետի ուղղությամբ։ Ալաշկերտի երկու խաղացող կան, ովքեր կարող են խանգարել դարպասապահին, բայց այն խաղացողը, որը գտնվում է խաղից դուրս դիրքում, նա ոչ մի գործողություն չի ձեռնարկում, մյուս խաղացողը, ով որ գտնվում է արդեն ճիշտ դիրքում, նա որոշակի շարժում կատարում է, բայց քանի որ նա խաղից դուրս դիրքում չէ, տվյալ խաղացողին ընդհանրապես չեն դիտարկում այս իրավիճակում։ Դարպասապահը ամբողջովին տեսնում է հարվածը, այսինքն նրա տեսադաշտը փակ չէ, ամբողջովին տեսնելով գնդակը նա ցատկ է կատարում, բայց չի կարողանում հասնել գնդակին։ Խաղադաշտի մրցավարները արձանագրում են գոլը, վար մրցավարները դիտելով տեսակրկնապատկերները հաստատում են նրա կայացրած որոշումը եւ գոլը ճիշտ արձանագրվում է։ Նույն խաղի ընթացքում եւս մեկ իրավիճակ ստեղծվեց, երբ որ Ալաշկերտը գրավեց Բկմայի դարպասը, սակայն մրցավարի օգնականը արձանագրեց խաղից դուրս, վառ մրցավարները ստուգելով տեսագրությունը եկան այն եզրակացության, որ տվյալ իրավիճակում մրցավարի օգնականը սխալ որոշում է կայացրել եւ Ալաշկերտի խաղացողը խաղից դուրս դիրքում չի գտնվել, այդ պատճառով արձանագրվեց դարպասի գրավումը։ Նմանատիպ իրավիճակում, ինչպես ես արդեն ասացի, մրցավարը կարիք չունի խաղադաշտի տեսադիտում կատարելու, քանի որ սա փաստացի որոշում է։ Գանձասար նոա խաղի ընթացքում Լուգանային հրապարակում դարպասապահը ոչ օրինական հպում կատարեց Գանձասարի հարձակվողի հետ, եթե չլիներ խաղից դուրսը, տվյալ իրավիճակում պետք է նշանակվեր 11 մետրանոց, սակայն Գանձասարի հարձակվողը փոխանցման պահին գտնվում էր խաղից դուրս դիրքում, եւ քանի որ խաղից դուրսի խախտումը կատարվել է առաջինը, եւ միայն դրանից հետո դարպասապահն է խախտում կատարել, այդ պատճառով պետք է պատժվի խաղից դուրսը։ Մրցավարի օգնականը ճիշտ կիրառել էր սպասել տեսնել մեթոդը, որպեսզի գրոհը ավարտվի, որից հետո նոր ցույց տա խաղից դուրսը։ Եվ վերջնական արդյունքում կայացվում է ճիշտ որոշում, նշանակվելով ազատ հարված Յոքոտ Նուա թիմի։ Գավաթի կիսաեզրափակիչ պատասխան խաղում Ուրարտուն ընթերներ Անդրանիկին ստեղծվեց մի իրավիճակ, երբ որ Անդրանիկը պահանջում էր 11 մետրանոց հարված,
ձեռքով խաղի համար։ Տեսագրությունում հստակ երևում է, որ մրցավարը գտնվելով ճիշտ դիրքում, հասկանում է, որ Ուրարտուի խաղացողի կողմից չկա ձեռքով խաղ, քանի որ նրա ձեռքը ամբողջովին հպված է մարմնին, նա անբնականորեն չի մեծացնում մարմինը, գնդակը դիպչում է ուղղակի նրա ձեռքին։ Նմանատիպ իրավիճակներում ձեռքով խաղը չի պատժվում եւ մրցավարը կայացրել է ճիշտ որոշում շարունակելով խաղը։ Հետաքրքիր իրավիճակ ստեղծվեց նաև բկմա ալաշկերտ խաղի ընթացքում, երբ ալաշկերտի խաղացողը հարված էր կատարում դեպի դարպասը, բկմայի խաղացողի ձեռքը գտնվում էր անբնական դիրքում եւ կարող էր ստեղծվել տպավորություն, որ նա ձեռքով է փակել դեպի դարպասը ընթացող գնդակը։ Հեռուստաեթերի ընթացքում այս իրավիճակի կրկնապատկերներ չեղան եւ շատերի մոտ դա կարող էր անհասկանալի թվալ։ Այդ պատճառով անդրադարձանք այս դրվագին, կրկնապատկերում կարող եք հստակ տեսնել, որ թեկուզ բկմայի պաշտպանի ձեռքը գտնվում է անբնական դիրքում, բայց գնդակը դիպչում է ոչ թե նրա ձեռքին, այլ մարմնին։ Նոա Գանձասար խաղին փոխհատուցված ժամանակում Նոան խփեց 4-րդ գոլը։ Կարող է տպավորություն ստեղծվել, որ հարձակվողը մինչ դարպասի գրավումը խաղացել է ձեռքով, սակայն կրկնապատկերներում հստակ երևում է, որ գնդակը դիպել է ոչ թե նրա ձեռքին, այլ ուսին, հետևաբար ձեռքով խաղի խախտում չի կատարվել եւ գոլը ճիշտ է խփվել։ Շիրակը Արարատ խաղի ժամանակ մրցավարը նշանակեց 11 մետրանոց հարված Շիրակի դարպասին եւ դեղին քարտ ցույց տվեց Շիրակ թիմի խաղացողին մրցակցի հեռանկարային գրողը խափանելու համար խաղալով ձեռքով։ Հարվածից հետո գնդակը ընթանում է դարպասի ուղղությամբ եւ Շիրակ թիմի խաղացողը միտումնավոր խաղում է ձեռքով գնդակ։ Շատ բարդ իրավիճակ է մրցավարի համար, քանի որ կարող է նաեւ լինել կարմիր քարտ, սակայն հաշվի առնելով այն, որ Շիրակ թիմի մեկ այլ խաղացող գտնվում է մոտավորապես դարպասային գծի վրա, դարպասի առջև, եւ նա նույնպես ուներ հնարավորություն հեռացնելու այդ գնդակը, այդ ամենը հաշվի առնելով տվյալ իրավիճակը գնահատվում է հեռանկարային գրող եւ ոչ թե ակնհայտ գոլից զրկելու փորձ։ Տվյալ իրավիճակում վառի մրցավարները չեն գնահատել, որ մրցավարը կայացրել է ակնհայտ սխալ, այսինքն ակնհայտ չէ, որ մրցավարը պետք է կարմիր քարտ ցույց տար կարգազանց խաղացողին, այդ պատճառով նրան չեն հրավիրել խաղադաշտի տեսադիտում կատարելու իր որոշումը փոխելու համար։ Ուրարտու Անդրանիկ խաղի ընթացքում խփվեց միայն 1 գոլ 11 մետրանոցից։ Անդրանիկ թիմի խաղացողը չխաղալով գնդակ ոտքով հպում է կատարում մրցակցի հետ։ Մրցավարը նախ չարձանագրեց խախտում, սակայն վառ մրցավարները հրավիրեցին նրան տեսադիտում կատարելու, որից հետո նա նշանակեց 11 մետրանոցը։ Գանձասարվան խաղի ընթացքում եղավ իրավիճակ, երբ Գանձասարը պահանջում էր նշանակել 11 մետրանոց հարված։ Կրկնապատկերներում հստակ երևում է, որ Վանի պաշտպանը կատարում է որոշակի հպում Գանձասարի հարձակվողի հետ, սակայն նմանատիպ թեթև հպումները բավարար չեն 11 մետրանոց նշանակելու համար։ Վառ մրցավարները ստուգում են իհարկե տվյալ իրավիճակը եւ հաստատում են մրցավարի կայացրած նախնական որոշումը։ Գանձասար Նոա խաղի ընթացքում եղավ նմանատիպ իրավիճակ։ Նոա թիմի հարձակվողը փորձում էր ուս-ուսի պայքարի մեջ մտնել Գանձասարի հարձակվողի հետ, սակայն նա ավելի արագ գտնվեց եւ առաջ անցնելով նրանից ուսով չդիպավ մրցակցի ուսին, որի արդյունքում վայր ընկավ։ Տվյալ իրավիճակում նույնիսկ ակնհայտ չէ արդյոք այդ իրավիճակը կատարվել է տուգանային հրապարակի ներսում թե ոչ, այնուամենայնիվ նմանատիպ պայքարները չպետք է գնահատվի որպես խախտում եւ մրցավարը ճիշտ շարունակում է խաղը չնշանակելով ոչ տուգանային հարված եւ ոչ էլ 11 մետրանոց հարված։ Ուրարտու Արարատ Արմենիա խաղի ընթացքում երկու հետաքրքիր իրավիճակներ ստեղծվեցին տուգանային հրապարակներում։ Երկու դեպքում էլ մրցավարը խաղացողներին պատժեց կեղծակերպ արար կատարելու համար։ Առաջին իրավիճակում Ուրարտու թիմի խաղացողը օգտագործելով թեթև հպումը փորձում է խաբել մրցավարին եւ ձևացնում է, թե իր նկատմամբ խախտում է կատարվել։ Մրցավարը գտնվելով ճիշտ դիրքում, ճիշտ գնահատում է իրավիճակը, չի նշանակում 11 մետրանոց հարված, այլ նշանակում է ազատ հարված։ Ի օգուտ Արարատ Արմենիա թիմի եւ կեղծակերպ արարքի համար պատժում է Ուրարտու թիմի խաղացողին։ Նույն խաղի երկրորդ իրավիճակում արդեն կեղծակերպ արարքի համար պատժվում է Արարատ Արմենիա թիմի խաղացողը, զգալով, որ կարող է լինել հնարավոր հպում, մինչև պաշտպանին հասնելը արդեն ցածկ է կատարում եւ փորձում է վաստակել 11 մետրանոց հարված։ Սակայն կրկին անգամ մրցավարի գործողությունները ամբողջությամբ ճիշտ են, նա չի նշանակում 11 մետրանոց հարված
այլ կեղծակերպ արարքի համար պատժում է Արարատ Արմենիա թիմի խաղացողին։ Արարատ Արմենիա Փյունիկ խաղի հենց առաջին րոպեին եղավ իրավիճակ, երբ Փյունիկի խաղացողը պետք է զգուշացվեր դեղին քարտով, քանի որ նա կոպիտ խաղաց Արարատ Արմենիայի խաղացողի հետ, հպման մեջ բավականին ուժ կար, իհարկե բավարար չէր կարմիր քարտի համար, այնուամենայնիվ կար ուժ, որպեսզի խաղացողը պատժվեր դեղին քարտով։ Նա ակնհայտորեն ոտքով կանգնում է մրցակցի ոտքին, կա շիպերի օգտագործում, բայց նմանատիպ իրավիճակներում, երբ որ հպումը բավականին ցածր է, այդ խախտումները սովորաբար պատժվում են դեղին քարտերով։ Նույն խաղում եղավ եւս մեկ իրավիճակ, երբ Արարատ Արմենիան պահանջում էր երկրորդ դեղին քարտով հեռացնել Փյունիկ թիմի համար 18 խաղացողին։ Արարատ Արմենիայի խաղացողը, չտեսնելով Փյունիկ թիմի խաղացողին, փորձում է հեռացնել գնդակը, Փյունիկի խաղացողը ոտքը բավականին բարձր խաղում է գնդակ, բայց նրա կողմից չկա այն աստիճանի հպում, որպեսզի նա պատժվի դեղին քարտով։ Արարատ Արմենիայի թիմի խաղացողը խախտում չի կատարում, քանի որ նա ինքը չի նկատում մոտեցող Փյունիկի խաղացողին, փորձում է սովորական գնդակ խաղալ, ոչ մի ավելորդ գործողություն չի կատարում։ Հպումը լինում է, բայց բավարար չէ դեղին քարտ ցույց տալու, առավել ևս երկրորդ դեղին քարտ ցույց տալու համար։ Ալաշկերտ բկման խաղի ժամանակ մրցավարը նշանակեց տուգանային հարված Ալաշկերտ թիմի օգտին եւ վնասված ստացած խաղացողը բուժօգնություն էր ստանում։ Տվյալ իրավիճակում մրցավարը նախ ոչ մի կարգապահական պատժամիջոց չձեռնարկեց, չնայած նրան, որ 4-րդ պաշտոնյան նրան տվել էր տեղեկատվություն, որ այդ խախտումը պետք է պատժվի դեղին քարտով։ Մրցավարը իր դիրքից չէր կարող հստակորեն տեսնել տվյալ իրավիճակը եւ ճիշտ գնահատել այն, եւ քանի որ սա բկմայի խաղացողի երկրորդ դեղին քարտը պետք է լիներ, մրցավարը շատ երկար մտածեց, մինչև կայացներ վերջնական կարգապահական որոշումը։ Քանի որ խախտումը կատարվել է ներքևի մասում, այսինքն ոտնաթաթի հատվածում, նմանատիպ խախտումները պետք է գնահատվեն որպես դեղին քարտով պատժվող խախտումներ, վառ մրցավարները իրավունք չունեն միջամտելու դեղին քարտերի դեպքում, նույնիսկ եթե դրանք երկրորդ դեղին քարտերն են։ Եվ տվյալ իրավիճակում մրցավարը խորհրդակցել է 4-րդ պաշտոնյայի հետ, որից հետո, չնայած բավականին ուշացումով, բայց կայացել է վերջնական ճիշտ որոշում։ Իհարկե հաճելի չէ ոչ մեկի համար, քանի որ մենք սպասում ենք, որ մրցավարները պետք է ավելի արագ որոշում կայացնեն։ Մրցավարներին տրվել է խորհուրդներ, որպեսզի շատ ուշադիր լինեն երկրորդ դեղին քարտերի հետ հատկապես, քանի որ պետք է լինել 100% վստահ երկրորդ դեղին քարտը ցույց տալու համար։ Գանձասարը Վան խաղին փոխհատուցված ժամանակում Գանձասարը գրավեց մրցակցի դարպասը, սակայն գոլը չեղարկվեց։ Դարպասապահը արդեն ֆիքսել էր գնդակը երկու ձեռքով։ Գանձասարի խաղացողը թռիչքի ժամանակ հավանաբար ձեռքով դիպչում է դարպասապահի ձեռքերին, որից հետո գնդակը դարպասապահը բաց է թողում եւ Գանձասարի հարձակվողը գրավում է մրցակցի դարպասը։ Տվյալ իրավիճակում մրցավարը պետք է սպասեր մինչև գրոհի ավարտը, որից հետո նոր միայն նշանակեր տուգանային հարվածը։ Սակայն նա շտապում է եւ անմիջապես սուլիչով ազդարարում է տուգանային հարվածը։ Տվյալ իրավիճակում նույնիսկ եթե խախտումը կատարված չլիներ, դարպասի գրավումը չէր կարող արձանագրվել, քանի որ գոլը խփվել է սուլիչից հետո։ Այնուամենայնիվ, եթե նույնիսկ մրցավարը այստեղ պահեր պաուզա եւ սուլիչը չտար, վառ մրցավարները պետք է ստուգեին իրավիճակը, որից հետո կարիքի դեպքում հրավիրեին նրան տեսադիտման գոլը հաշվելու կամ չեղարկելու համար։ Նոա Փյունիկ խաղի ժամանակ Նոան գրավեց Փյունիկի դարպասը, մրցավարը հաշվեց գոլը, սակայն քիչ անց վառ մրցավարները հրավիրեցին նրան խաղադաշտի տեսադիտում կատարելու, որից հետո դարպասի գրավումը չեղարկվեց։ Գրոհի կառուցման փուլում Նոա թիմի խաղացող խախտում էր կատարել Փյունիկ թիմի խաղացողի նկատմամբ։ Կրկնապատկերում կարող եք տեսնել, որ Փյունիկի թիվ 79 խաղացողը խաղում է գնդակ, այսինքն վերջինը նա էր խաղացել գնդակ, որից հետո Նոա թիմի խաղացողը թեկուզ իներցիայով, բայց կատարում է խախտում Փյունիկ թիմի խաղացողի նկատմամբ, որից հետո Նոա թիմը կարողանում է գրավել մրցակցի դարպասը։ Ցանկացած խփված գոլ վառ մրցավարները պետք է ստուգեն, արդյոք գրողող թիմը գրոհի կառուցման փուլում խախտում կատարել է թե ոչ։ Տվյալ իրավիճակում շատ կարևոր է այն փաստը, որ Փյունիկ թիմի խաղացողը խաղում է գնդակ։ Եթե նա գնդակ չխաղար, տվյալ իրավիճակը այլ կերպ արդեն կդիտարկվեր եւ որոշումը հետեւաբար այլ կերպ կլիներ։